Ընթերցում եմ Նարեկ Սամսոնյանի հոդվածը Արմավիր քրեակատարողական հիմնարկից 6-րդ պատժախցից։ Հացադուլ օրին 9-րդ առողջությանս հետ կապված խնդիրների մասին։ Ջերմ ողջույններ Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին եւ ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը նախորդ տարվա դեկտեմբեր ամսին ես պլանային վիրահատություն ունեի, որը պլանավորվել էր դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Քանի որ ռեժիմն ինձ հետույք բառի համար կալանավորեց, վիրահատությունը տեղի չունեցավ։ Իսկ բանտային պայմաններն էլ ավելի վատթարացրեցին իրավիճակը եւ մենք ստիպված եղանք դիմել ինձ բուժող բժշկին Արմավիր քրեակատարողական հիմնարկ այց կատարելու համար։ Տվյալ դիմումը գրել էինք հունվարի 5-ին եւ ապօրինի կալանքի երկարացումից հետո հայտարարածս հացադուլի 7-րդ օրը բժիշկը հնարավորություն ունեցավ այցելելու եւ զննելու ինձ։ Այսինքն դիմումը մուտքագրելուց 10 օր անց միայն բժիշկին հնարավորություն տվեցին այցելել ինձ։ Հիմա, երբ բժիշկը ցուցել է շտապ վիրահատական միջամտություն, նույն ծառայությունն անհասկանալի պահանջներ է առաջ քաշում եւ ասում, որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։ Այսինքն, ինձ առանց հանցակազմի առկայության պահում են ուղղակի գերության մեջ, Վերադաս Ատյանն ասում է, ապօրինի եք կալանավորել, դրանից հետո 3 ամսով նոր ապօրինի որոշմամբ երկարացնում են գերության ժամկետը, դրանից հետո ինձ ոչինչ չի մնում, քան հացադուլի միջոցով արտահայտել բողոքս։ Հետո ինձ, հացադուլավորից, տեղավորում են պատժախոց, իսկ արդեն հիմա ասում են 10 օրից շուտ չեն կարող տեղափոխել, կարգն է այդպիսին։ Հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։ Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Ոչ թե նրանց, ովքեր 2018-ից անցել են պայքարի բովով, կամ նրանց, ովքեր իրենց սեփական մաշկի վրա զգացել են ռեժիմի անմարդկային էությունը, այլ նրանց, ովքեր միշտ հեռու են եղել քաղաքականությունից ճակերտների մեջ։ Այս ամենը ես ցանկանում էի մտցնել միջազգային հանրության փակ աչքերը, ինչն էլ այս ընթացքում արել է Anti-Fake-ի թիմը հայտնի քաղաքական եւ հանրային գործիչների գործուն աջակցությամբ։ Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է, եւ վստահաբար դեռ առաջիկա օրերին հատակի հատակից անդին է իջնելու։ Հիմա այս ամենի պատասխանատուների մասին։ Առավել քան վստահ եմ, որ ոչ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, ոչ էլ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի ղեկավարությունն այս ամենում շահագրգռված չեն, անգամ սրտացավ են։ Բայց այն մարդիկ, ովքեր ապօրինություններ թույլ կտան, ապագայում անձնական պատասխանատվություն են կրելու այս ամենի համար։ Նույն հաջողությամբ թե դատախազությունում, թե դատական համակարգում, թե քննչական կոմիտեում վստահաբար կան առաքինի եւ իրենց մասնագիտությունը հարգող մարդիկ, բայց նրանք, ովքեր թաթախվել են քաղաքական հետապնդումների եւ ռեժիմի հրահանգները կատարելու պարտականության մեջ, ապագայում աներկբայորեն պատժժվելու են դրա համար։ Ես այս ամեն ինչին շարունակում եմ քնծիծաղով նայել եւ անկեղծ ասած վստահ եմ, որ առջևում դեռ նոր անակնկալներ են լինելու։ Ես այդ անակնկալներին սպասում եմ, քանի որ գնալով ավելանում է այս ամենի անհատական պատասխանատուների ցուցակը։ Այս ամենի պատվիրատուների մասով ասելիք չկա, ինչ կար, ասվել է։ Բայց ինչպես ասում են, խորհրդային բռնաճնշումների պատվիրատուն Ստալինն էր, բայց այդքան մատնագիր գրողներն ովքեր էին։ Հետգրություն։ Հացադուլի 9-րդ օրն ինձ որևէ պետական մարմնի ներկայացուցիչ չի այցելել։ ՄԻՊ-ը չի այցելել, չնայած նրան, որ ես չեմ էլ սպասում իրենց, բայց գոնե ՄԻՊ-ի պարագայում դա պարտականություն էր։ Լավ մնացեք եւ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Վճռականություն, անձնազոհություն, հաղթանակ։ Հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, հացադուլի 9-րդ օր, ապօրինի կալանքի 65-րդ օր, Արմավիր ՔԿՀ, թիվ 6 պատժախոց, 17/01/2026 թվական։